Հեռախոսը խարդախների գումար հափշտակելու հիմնական գործիքն է։ Տարեկան միջին հաշվով յուրաքանչյուր մարդուց խարդախները հափշտակում են մոտ 50,000 դրամ գումար։ Կիբերխարդախության պատմությունը կապված է տեխնոլոգիական առաջընթացի և համացանցի զարգացման հետ։ Այն ձևավորվել և զարգացել է 20-րդ դարի երկրորդ կեսից համացանցի տարածմամբ։ Ահա դրա զարգացման հիմնական փուլերը։ Առաջին փուլ՝ վաղ շրջան 1960-ից 1970-ականն է։ Կիբերխարդախության նախնական ձևերը հայտնվեցին համակարգչային տեխնոլոգիաների առաջին փուլերում։ Այս շրջանում հիմնականում տարածված էին համակարգչային խարդախությունները կապված տվյալների մուտքի հետ։ Օրինակ 1960-ականներին ի հայտ եկավ ֆրեքինգ կոչվող երևույթը, երբ հակերները փորձում էին խաբել հեռախոսային համակարգերը անվճար զանգեր կատարելու համար։ Համացանցի ծնունդը 1980-ականներ 1980-ականների, երբ համակարգիչները սկսեցին մասսայականացվել, կիբերխարդախության տեսակներն էլ զարգացան։ Հիմնական խնդիրներից էին տվյալների գողություն կորպորատիվ կամ պետական համակարգերից, վիրուսների ստեղծում և տարածում, օրինակ Brain աշխարհում առաջին համակարգչային վիրուսը։ 1986 թվականին ԱՄՆ-ում ընդունվեց համակարգչային խարդախության և չարաշահման մասին օրենքը CFAA կիբերհանցագործությունների դեմ պայքարելու համար։ Համացանցի տարածումը 1900-ականներ 1900-ականներին, երբ համացանցը դարձավ հասանելի հանրության համար, կիբերխարդախությունը մեծ թափ առավ։ Այս շրջանում ի հայտ եկան ֆիշինգ, էլեկտրոնային փոստի միջոցով օգտատերերի անձնական տվյալներ գողանալու փորձեր, օնլայն խարդախություններ, վիրտուալ խանութների և ֆինանսական գործարքների միջոցով գումար գողանալու դեպքեր։ 1999-ից ստեղծվեց PayPal-ը, որը դարձավ ֆինանսական կիբերխարդախությունների հիմնական թիրախներից մեկը։ 21-րդ դարի սկիզբ 2000-ականներ արդեն այս շրջանում կիբերհանցագործները սկսեցին օգտագործել ավելի բարդ մեթոդներ՝ ransomware, օգտատերերի տվյալները կոդավորել և դրանցից ապակոդավորման համար գումար պահանջել, տվյալների զանգվածային արտահոսք, ընկերությունների անձնական տվյալների գողություն, սոցիալական ինժեներիա, մարդկանց մոլորեցնելու և նրանց գաղտնի տեղեկություններ ստանալու համար։ Ժամանակակից փուլ 2010-ականներից մինչև մեր օրեր։ Կիբերխարդախությունը հասավ նոր մակարդակի, օգտագործելով արհեստական բանականություն, բիտկոին և կրիպտոարժույթներ։ Հիմնական մարտահրավերները deepfake և voice spoofing, կեղծ տեսանյութերի և ձայնի միջոցով մարդկանց խաբելու տեխնոլոգիաներ, օնլայն ֆինանսական խարդախություններ, կրիպտոարժույթի գողություն, ազգային անվտանգության սպառնալիքներ, քաղաքական քարոզարշավների վրա ազդելու և լրտեսության համար։ Այսօր աշխարհը պայքարում է կիբերխարդախությունների դեմ, մշակելով նոր օրենսդրություն և կիբերանվտանգության տեխնոլոգիաներ, կանխելու համար այս սպառնալիքները։ Կիբերխարդախության զոհերը։ Չարագործների զոհ են դառնում ոչ միայն տարեցները, այլ նաև երիտասարդությունը, ընդ որում առավել հաճախ, քանզի ունեն ոչ բավարար կյանքի փորձ և ձգտում են հեշտ փողերի։ Խարդախությունների պատճառները։ Ապրանքադրամային շրջանառության մասնակիցների տարիքի նվազում, արժեթղթերի և դրամական միջոցների բազմազանություն, անձնական տվյալների համեմատաբար հեշտ հասանելիություն, ինտերնետային առևտրի աճ, աշխարհի շատ երկրներում համեմատաբար մեղմ քրեական պատժի դիմաց կիբերխարդախների գերբարձր եկամուտներ։ Հիշեք, չարագործներն իրենք են կապվում ձեր հետ, խնդրում տրամադրել անձնական տվյալներ, փորձում են ձեզ հանել հունից, շտապեցնում են։ Խարդախների հիմնական զենքերն են ձեր վախը, ժլատությունը, ամոթի զգացողությունը, քննադատությունը, կարեկցանքը, առողջությունը, կախարդանքը կամ հրաշքների հավատանը, էմոցիոնալ ճնշումը։ Խարդախությունների հիմնական տեսակներից են կիբերխարդախություն, խարդախություններ բանկային քարտերի կիրառմամբ, ֆինանսական բուրգեր, խարդախություններ անշարժ գույքի շուկայում, կրկնակի վաճառք, ապօրինի շինություններում, բնակարանների վաճառք և այլն։ Արհեստական բանականությունը կիբերխարդախության սխեմաներում։ Ահա դրանցից մի քանիսը։ Կեղծ օգտահաշիվների ստեղծում։ Նեյրոցանցերն օգնում են սոցցանցերում, մեսենջերում ստեղծել իրականին նման կեղծ պրոֆիլներ։ Կեղծ փաստաթղթեր։ Նեյրոցանցերն ունակ են ճանաչել և նկարել փաստաթղթեր։ Նրանց օգնությամբ չարագործները կարող են պատրաստել կեղծ անձնագրեր, բանկային քաղվածքներ, վարորդական իրավունքներ և այլն։ Ֆիշինգային հուղումներ։ Նեյրոցանցերը ստեղծում են կեղծ հուղումներ ու լուրեր, որոնք շատ դժվար է տարբերել իրականից։ Ձայնի գեներացիա։ Արհեստական բանականության օգնությամբ նմանակում են տարբեր մարդկանց ձայները։
Հին ու նոր մամոն սխեման։ Չարագործները չեն պահանջում ներմուծել բանկային քարտի տվյալները, փոխարենը առաջարկում են ներբեռնել առաջարկվող ծառայությունների կայքի բջջային հավելվածը, իբր գործանքի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Խարդախներից պաշտպանվել կօգնի թվային անվտանգության կանոնները պահպանելը։ Առաջինը, որ ձեզ պետք է կասկածի տեղիք տա, դա չափազանց ձեռնտու եւ անիրական զեղչերի առաջարկներն են։ Եվ ձեզ առաջարկում են, որ կայքի նամակագրությունը տեղափոխեք որևէ սոցցանց։ Դա եւս հուշում է, որ ձեզ ուզում են խաբել։ Իմեյլում, սոցցանցերում կամ մեսենջերում առաջարկվող շահեկան գործարքները պետք է անտեսել։ Եթե սոցկայքերում շահեկան առաջարկները ձեզ ծանոթ կոնտակտներից են, պետք չէ դրանք անմիջապես բացել։ Կապվեք ձեր ծանոթի հետ։ Գուցե նրանք կայքը կոտրել են։ Մասնագետի զանգը առավել տարածված ձևերից է։ Հիմնական սկզբունքներն են վստահություն ներշնչել, հոգեբանական ճնշում, կշռադատված որոշումներ կայացնելու ժամանակի բացակայություն, մոլորության մեջ գցել։ Խարդախները կարող են ներկայանալ որպես բանկի անվտանգության աշխատակիցներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, բժիշկներ, սոցիալական ծառայության աշխատակիցներ, փաստաբաններ։ Կարող են առաջարկել յուրահատուկ դեղեր, գոյություն չունեցող զեղչեր, իբր խոշոր շահումներ, արտասահմանյան բարեկամի թողած մեծ ժառանգություն։ Ինչպես ճանաչել հեռախոսային խարդախներին։ Խարդախները ձգտում են մարդուն հանել հավասարակշռությունից եւ խանգարել նրա տրամաբանական դասողությունը։ Նրանք շտապեցնում են եւ ճնշում գործադրում։ Այս մեթոդի հիմքում ընկած է մարդու բացասական հույզերի մանիպուլյացիան, վախը, խուճապը։ Օրինակ, ձեզ զանգահարել է քննչական կոմիտեի աշխատակիցը։ Դուք քրեական վարույթի մասնակից եք, իսկ այնուհետև գումար շորթել իբր գործը կրճատելու համար։ Կամ բարև ձեզ, ես կենտրոնական բանկի աշխատակից եմ։ Ձեր բանկային քարտից գումար են հափշտակել։ Բջջային չարագործները փորձում են ցանկացած պատրվակով ձեզանից դուրս կորզել բանկային քարտի տվյալները, այդ թվում նաև քարտի հակառակ կողմի եռանիշ նույնականացման համարը, PIN կոդը, ինչպես նաև ձեզ եկած հաղորդագրությունների կոդերը։ Այս մեթոդի հիմքում ընկած է մարդու դրական հույզերի մանիպուլյացիան, հույսը, ուրախությունը, էյֆորիան։ Օրինակ, ձեզ տրամադրվելու են սոցիալական վճարումներ։ Դուք խոշոր գումար եք շահել։ Հիմնականում սոցկայքերի միջոցով են տարածում այսպիսի կեղծ տեղեկություններ։ Կամ էլ էլեկտրոնային փոստին նամակ է գալիս իբր արտասահմանյան փաստաբանից, որտեղ ասվում է, որ վերջերս մահացած իր հարուստ հաճախորդներից մեկը ձեզ մեծ ժառանգություն է կտակել ու խնդրում ձեր անձնական ու բանկային տվյալները հետագա գործողությունների համար։ Ինչպես են խարդախները ինֆորմացիա ձեռք բերում։ Սոցկայքերում այնպիսի լուսանկարներ փնտրելով, որոնց վրա պատահաբար կան օրինակ բանկային քարտի, անձնագրի կամ այլ օգտատեր տեղեկություններ։ Բանկոմատների մոտ թաքնված տեսախցիկ դնելով կամ հենց կեղծ բանկոմատներ դնելով։ Հերթերում թաքուն հետևելով, խնդրելով ուղարկել քարտի տվյալները իբր գումար փոխանցելու նպատակով եւ այլն։ Հիշեք, երբ պատրաստվում եք դեն նետել տարբեր անդորրագրեր, վճարումների կտրոններ, ուշադիր հետևեք, որ դրանց վրա մնացած չլինեն անձնական կամ բանկային տվյալներ։ Վճարումներ կատարեք միայն պաշտպանված կայքերի միջոցով։ Անվճար Wi-Fi-ը միշտ չպաշտպանված կապ է, ուստի այն մի օգտագործեք ֆինանսական գործարքներ կատարելիս։ Ինչ անել, որ անձնական տվյալները հանրային հասանելիություն չունենան։ Ոչնչացնել թղթերի վրա եղած անձնական տվյալները, չհրապարակայնացնել անձնական տվյալները, սահմանափակել մեր մասին երրորդ անձանց հետ կիսվող ինֆորմացիայի քանակը, ուրիշներին բջջային տեխնիկա փոխանցելուց առաջ մաքրել այն տեղեկություններից։ Խարդախության կանխման ալգորիթմն ու կանոնները։ Մի հրապարակեք անձնական ինֆորմացիան։ Ձեր գadgetներում մի տեղակայեք կողմնակի հավելվածներ։ Ուշադիր եղեք ինտերնետ խանութներից գնումներ կատարելիս։ Վստուգեք ձեզ հասած տեղեկությունները եւ խուճապի մի մատնվեք։ Մի վստահեք անծանոթ կայքերին եւ զանգերին։ Միշտ կարդացեք այն, ինչը պատրաստվում եք ստորագրել։ Մի զբաղվեք դրամախաղերով։ Դրանի փոխանակում կատարեք միայն բանկերում։ Օգտագործեք բարդ գաղտնաբառեր եւ պարբերաբար փոխեք դրանք։ Ստեղծեք ձեր տվյալների պահոստային պատճեններ։ Սոցցանցերում մի կիսվեք անձնական ինֆորմացիայով։ Պարբերաբար ստուգեք ձեր ֆինանսական գործարքների պատմությունը։ Հետևեք թվային աշխարհում ձեր թողած հետքերին։ Պարբերաբար իրականացրեք ձեր ծրագրային ապահովման թարմացումներ։ Եթե դարձել եք խարդախության զոհ, ապա անհրաժեշտ է արգելափակել քարտը, կեղծ գործարքի մասին անհապաղ տեղեկացնել ձեր բանկին, պահանջեք ձեր հաշիվների քաղվածքը եւ գործարքի իրականացման հետ ձեր անհամաձայնության մասին դիմում գրեք, դիմեք ոստիկանություն, եթե բանկից չեն բավարարում ձեր օրինական պահանջները, դիմեք կենտրոնական բանկ։ Եթե դուք հաշիվներ ունեք մի քանի բանկերում, ապա դիմում պետք է գրել դրանցից յուրաքանչյուրում։
Ավարտելով մեր նախագիծը եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել. եթե այնուամենայնիվ դարձել եք կիբերխարդախության զոհ, անհապաղ դիմեք ոստիկանություն։ Որքան արագ դա անեք, այնքան մեծ կլինի ձեր կորցրած գույքի կամ դրամական միջոցների վերադարձման շանսը։